Ողջույն հարգելի հայրենակիցներ, ողջույն հարգելի հետևորդներ, այսօր 2026 օգոստոսի 18-ն է, մեղվանոցը եւ ես գտնվում ենք Լճաշենի սարերում, կատարում եմ մեղրաքամ, դեռ ահագին ունեմ քամելու, մեղրի հերթական խմբականակը տարբեր համերի կլինի շաբաթ օրը նորից մեր տանը, անցյալ շաբաթ իջացված խմբականակը համարյա ամբողջովին սպառվել է, մնացել է մի 50 կիլոգրամ մի համի մեղր, սուր եւ մուգ համի մեղր մենակ մնացել, նուրբ համերը այս պահին տանը չկան, ովքեր որ կողմնակից ուրեմն սուր համի մեղրին, ուրեմն կարող է այցելի, զանգարելով նախորդ կնոջս այցելի եւ գնի։ Մի կարևոր դիտարկում անեմ սուր եւ նուրբ համերի հետ կապված, ուրեմն քանի որ ես արդեն ունեմ մոտ 1000-ին հասնող գնորդներ եւ կարող եմ արդեն ձեզ ստատիստիկա ներկայացնել, թե որ տարիքի գնորդը ինչա սիրում։ Իմ նկատառումները կարող է դրանք այդքան էլ չհամընկնել, բայց այդտեղ կա տրամաբանություն։ Ուրեմն բաց գույնի մեղրերը, որոնք սովորաբար նուրբ համ են լինում, ակացիա եւ այլն, երեքնուկ, շալֆ եւ այլն, այդ բաց գույնի մեղրերը ուրեմն շատ հեշտ են ուրեմն օգտագործում, այսինքն դուր է գալիս փոքրիկ երեխաներին։ Փոքրիկ ասելով մինչև 15, 16, 10, 8 չեմ կարող ասեմ ինչ տարիքի, բայց երեխաների համարն է մեղրը, բայց նաև ինչ որ չափով էլ նաև հավանում են տարիքավոր կանայք, այսինքն կանայք էլ են հավանում այդ մեղրը, ուտեղ չեմ կարող ասել, որ կոնկրետ տարիք կա, բայց այդ մեղրը ես կարող եմ ասել, որ տարիքի եւ որ սերի մարդիկ չեն հավանում ամենաշատը, դա չեն հավանում 70 անց տղամարդիկ, ուրեմն 70 անց տղամարդիկ, ուրեմն sense կարող եմ ոչ թե բոլորի մասին է խոսքը, մեծամասնության, ինչքանով որ ես եմ դիտարկել, ուրեմն սիրում են սուր համի, սուր զգացողության ինչ որ մեղրեր։ Եվ դա բնական է, որովհետև մարդը որ տարիքով մեծանում է, իր համի ռեցեպտորները թուլանում են եւ այդ նուրբ համի մեղրերը այդ խմբի տղամարդկանց շատերին թվում է թե այնտեղ համ չկա։ Էդ էլ ուրեմն մեղրի մասին, ուրեմն մեղրի 1 կիլոգրամ արժի 4000 դրամ, քամած մեղրի շրջանակով մեղրը 5000 դրամ, սերեկը արժի 4000 դրամ։ Ես ինժեներ ծրագրավորող Արամ Խերանյանն եմ, վաղուց զբաղվում եմ մեղվաբուծությամբ, դուք կարող եք հիմա թերթել իմեջը տեսնել այլ տեսանյութեր, եթե գտնվում եք Facebook-ում կամ եթե գտնվում եք YouTube-ում։ Այսօր ես ուզում եմ խոսալ մի շատ կարևոր նյութի մասին, որը նաև առկա է մեղրում։ Եվ շատ քիչ քանակությամբ է ինքը առկա մեղրում եւ նրա առկայությունը մեղրում մենք միայն դրանով որոշում ենք, այսինքն լաբորատորիան միայն դրանով որոշում է մեղրի բնական լինելը որքանով է ուրեմն հավաստի, այսինքն դա այդ նյութի քիչ քանակությունը, այսինքն նորմայով քանակությունը մեղրի մեջ մեղրի բնականության անձնագիրն է իրանից ներկայացնում, այդ նյութի անունն է հիդրոօքսիմեթիլ ֆուրֆուրոլ, տենց ֆուրֆուրոլ նյութ է ինքը, մի քիչ բարդ անուն ունի, հիդրոօքսիմեթիլ ֆուրֆուրոլ HMF, ուրեմն միջազգային անունը լատինատար HMF, ինքը պետք է մեղրում ուրեմն 1 կիլոգրամի մեջ լինի մոտ 10 միկրոգրամի, 5-ից 10 միկրոգրամի մեջ, 5-ից 10 միկրոգրամ պետք է լինի 1 կիլոգրամի մեջ, եթե մեղրը նոր կամած թարմ մեղր է։ Բայց եվրոպական ստանդարտով մինչև 40 միկրոգրամ, ուրեմն միկրոգրամ 1 կիլոգրամ մեղրի մեջ թույլատրելի իր սահմանն է, իսկ ասիական շոկ երկրներում թույլատրելի սահմանը նույնիսկ 80 միկրոգրամ է 1 կիլոգրամի մեջ, ինչի, որովհետև իր առաջացումը, այսինքն շատացումը մեղրի մեջ նաև նպաստում է ջերմաստիճանը։ Ինքը բոլոր ջերմային մշակված ուտեստեղենների մեջ կա շատ ավելի շատ, քան թե մեղրի մեջ։ Եվ մեղրի մեջ միայն նրա ստուգելը ոչ թե մենք որոշում ենք, թե նա ինչքանով է վնասակար մարդուն եւ այլն, այլ հակառակը մենք միայն նրան ստուգում ենք դրա համար, որպեսզի որոշենք թե մեղրը որքանով է ուրեմն բնական, ուրեմն HMF-ի մակարդակը։ Եթե քանի որ մեղրի մեջ կա ֆրուկտոզա, անցյալ տեսանյութում խոսեցի, կան օրգանական թթուներ, ուրեմն ինքը ոնց առաջանում։ Օրգանական թթուները քայքայում են ժամանակի ընթացքում ֆրուկտոզան եւ նաեւ անպայման պետք է լինի ջերմություն, որքան ուրեմն շատ բարձր ջերմություն է, այնքան ուրեմն ինքը շատ կառաջանա։ Ուրեմն ինքը առաջանում է շաքարների տրոհումից ջերմության տակ։ Մեղրի մեջ ուրեմն ինքը այդպես գնալով շատանում է, այսինքն առաջին տարին դուք գնեցիք թարմ մեղր, լաբորատորիայով ստուգեցիք 5-ից 10 միկրոգրամ էր,
տարակ դրեցիք, տունը պահեցիք, ամառն եկավ, շոգերն եկան, 30-40 աստիճան, տունը այդ մեղրի մեջ HMF-ը բարձրանալու է, տանել եք ստուգեք, տենակ արդեն 40 միկրոգրամը անցել է։ Այդպես գնալով տարիներով շատանում, այսինքն երբ որ ձեզի վաճառեն թարմ մեղր, բայց HMF-ի մակարդակը բարձր լինի 40-ից, ինչ կարանք ենթադրենք, որ դա նախորդ տարիների մեղրը հալածրել եւ այլ տաքացրել են HMF-ի մակարդակը բարձրացել է, վաճառել են ձեր վրա պեսոկաջուրից ստացված մեղրա, քանի որ պեսոկը տաքացրել են, որպեսզի պեսոկաջուրը տաքացրել են, որպեսզի հեշտ լուծվի պեսոկը եւ այլն, այսինքն սրբապղծություն են արել, մեղուներին են կերակրել, որպեսզի մեղրի քանակը շատացնեն, ուրեմն HMF-ի մակարդակը նորից է բարձրացել, այսինքն միայն սախարոզա ստուգելով դուք չեք պարզի, թե մեղրը ամբողջովին բնական է թե չէ, որտեղ ես ասեցի, սախարոզան նաև գալիս է ծաղիկի նեկտարից հսկայական քանակությամբ եւ նրա մեղրի մեջ ինչ որ նորմային մոտ կամ նորմայից մի քիչ բարձր սախարոզա լինելը դեռ չի նշանակում, որ դա խանութի շաքար է, քանի որ Հայաստանում հələ չգիտեմ, իզոտոպային անալիզ անում են, թե չէ, իզոտոպային անալիզը ցույց կարող է տալ, դա ուրեմն դաշտից եկած շաքարն է, թե խանութից եկած շաքարը։ Դրա համար անպայման սախարոզան ստուգելու մեղրը անալիզ անելու ժամանակ նաև անպայման ստուգեք HMF-ի մակարդակը։ Ուրեմն HMF-ի փոքր մակարդակը, HMF-ը նաև ինչ նյութ է ասեմ ձեզ, HMF-ը ինքը կանցերոգեն, պոտենցիալ կանցերոգեն նյութ է, կանցերոգեն, հաստատված կանցերոգեն նյութ չի։ Հաստատված կանցերոգեն նյութը, եթե համարվում է ծխաղ, նիկոտինը, չգիտեմ, ընդ ալկոհոլը կամ ասբեստը, ապա պոտենցիալ կանցերոգեն նյութերը, դրանք այն նյութերն են, որոնք մարդկանց մոտ ոչ մի հաստատված դեպք չկա, որ առաջացրել է քաղցկեղ, բայց մկների կամ կռիսների մոտ, առնետների մոտ կա ինչ-որ դեպքեր, որ մեծ դոզաներով տվել են լաբորատորիաներում, իրաց վրա փորձեր են արել եւ այնտեղ քաղցկեղ են կարողացել առաջացնել, դրա համար դրանց դասել են պոտենցիալ կանցերոգեն նյութերի շարքին։ Բայց մեղրի մեջ դա այնքան քիչ է, որ ձեր ամենօրյա այլ սնունդի մեջ նրա մակարդակը շատ է եւ մեղրի մեջ եղածից ընդհանրապես պետք չի ուրեմն վախնել։ Հակառակը ճապոնացի գիտնականները վերջին 2 տարի առաջ մեծ սենսացիոն բացահայտում են արել, որ քիչ քանակով այդ նյութը հակառակը նպաստում է, այսինքն կանխարգելում է նաեւ քաղցկեղի առաջացումը քիչ քանակով։ Ուրեմն եւ հենց մեղրի մեջ իր քանակը պետք է լինի ուրեմն քիչ, որ ուրեմն ինչի մեջ է նա շատ է ուրեմն սուրճի մեջ, բոված սուրճի մեջ նա մոտ 400 անգամ շատ է մեղրից, պատկերացնում եք, բոված սուրճի մեջ, իսկ լուծվող սուրճի մեջ նա ավելի շատ է, քան թե բոված սուրճի մեջ, բայց էլի նորից եմ ասում, միջազգային առողջապահական կազմակերպությունը չի համարել, որ բոված սուրճի մեջ եղած ուրեմն այդ կանցերոգեն նյութը, հիդրոքսիմեթիլֆուրֆուրոլը կարող է մարդկանց մոտ քաղցկեղ առաջացնել։ Ես մի քիչ կասկածներ ունեմ, եթե նույնիսկ հաստատված լիներ, նրանք չէին ասի, որովհետև դուք պատկերացնում եք, դա ինչ ինդուստրիա է եւ կան տես տեսանյութեր, ասում առաջ իբր հաստատել են, հետո հերքել են եւ այլն, բայց ես չեմ ուզում ինչ որ հակաքարոզ անեմ, սրճային հակաքարոզ։ Ինքս սուրճը թարգել եմ 3 տարի 6 ամիս առաջ ոչ թե այն պարզ պատճառով, որ նրա մեջ հիդրոքսի մեթիլֆուրֆուրոլը շատ էր, այլ սուրճը ինչ առույգացնում էր, ես չէի խմում հենց իրան, էլի նորից ոնց որ ասած ընկնում էր տոնուսս, հետո խմում էի նորից ուղեղս աշխատում էր եւ այլն եւ սուրճը թարգելուց հետո այդ բոլոր սիմպտոմները իմ մոտ անցան, ես միշտ առույգ եմ, միշտ ուրեմն էներգիա ստեղն է եւ դա ինձ հենց վնասում էր սուրճը։ Բացի դրանից սուրճը շատ վնասակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն աղիքաստամոքսային խնդիրներ, մանավանդ գրգռված աղիքի սինդրոմ հիվանդությունը, որը 3-ից 1-ը տառապում է դրա մասին չիմանալով։ Եթե մարդը օրինակ ուտելու վրից քաղցր է ուտում ու գնում դուրս է գնում կամ լուծ է անգնում, ասենց ասեմ, ուրեմն ինքը հենց ունի այդ արդեն հիվանդության սիմպտոմները, գրգռված աղիքի սինդրոմ, այդպիսի հիվանդություն կա։ Եվ այդ մարդկանց էլի խստիվ արգելվում է սուրճ օգտագործել։ Ամեն մարդ ինքը պետք է որոշի սուրճ խմի թե չէ, դա ես ոչ խորհուրդ եմ տալու ոչ բան, բայց կոնկրետ ասեցի, որ հիվանդությունների դեպքում իրան պետք չի օգտագործել։ Սուրճի մեջ էլ կան օգտակար նյութեր, քլորագենաթթու, եթերային յուղեր, անտիօքսիդանտներ եւ այլն, որոնք ինչ որ չափով մարդուն օգուտ են տալիս, բայց եթե դուք ունեք խնդիրներ սուրճի հետ կապված, այդ նշածս նյութերը կարող եք ստանալ մրգերից։
Այսօրվա թեման կարճ եմ կապում, այսքանը հարգելի հետևորդներ, լավ եղեք, մինչ նոր հանդիպում։